Բարգուն, ժողովուրդ։ Որ հիվանդանություն տարել։ Բան, այս առաջի վշտակը։ Ոնց է դուք հասկացան։ Ուղարկել է Ինչինից ծանր։ Դաշտը հրամանատարն է ասում են ուղեկցե հիվանդանոց։ Զաքարյան Արմենը ուղեկցել է հիվանդանոց։ Երևան Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող ճանապարհին Opel Magnus-ի ավտոմեքենան վրա երթ է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։ Վարորդ փախստի չի դիմել, զանգել է շտաբօգնություն եւ ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների բավականին օպերատիվորեն ժամանել է շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը, բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի վաշտերից մեկի պարեկները, գումարտակի հրամանատար Դավիթ Տիտովոսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ Քաղաքացիները նշում են, որ վիրավորի հիվանդանոց է ուղեկցել Վաշտի հրամանատարը, ով հավանաբար այնուհետև կժամանի դեպքի վայր։ Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը եւ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի եւ վրայերթի ենթարկվածի ինքնությունը։ Դեպքի մասին բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից իմ տեղեկություններով արդեն հիվանդանոց է մեկնել հերթապահ քննիչը, ով այնուհետև կժամանի դեպքի վայր։ Ամեն անգամ նշում ենք, խնդրում ենք, հորդորում ենք հետիոտներին, որպեսզի ճանապարհն անցնեն հետիոտների համար նախատեսված վայրով, մի քանի 100 մետր էլ չկա։ Մոտ մի 100 մետր հեռավորության վրա, 80-ից 100 մետր հեռավորության վրա հաղթանակ զբոսայգու դիմաց գործում է ստորգետնա անցումը։
Դե կայնացել։ Մի քիչ վախեցած։ Մի քիչ բարձր։ Ու ձեր կողմից ես մոտ դեպի կողմը բերեմ վթար կար, խցանում այլ էս ինձ դրան հասնել ես, նավատի դե հետո դից մոտեցել եմ վերում։ Նիկողոսյանը մնաց հիվանդանոց, չէ՞, Նիկողոսյանը մնաց հիվանդանոց։